Նախև առաջ մեզ համար կանխատեսել էր այս դատավճիռը եւ այս պատժաչափն ու պատժատեսակը։ Եթե հիշեք, նախորդ մեր հանդիպման ժամանակ մոտավոր նույն բանը ասվեց, որ 2 տարի 6 ամիս է առաջարկել մեղադրողը, դատավորն էլ մի 2 տարի ազատազրկում կկարդա իբրև հումանիստական իր դրսևորում։ Մի կարևոր բան էլ տեղի ունեցավ, որ կոնկրետ մենք արձանագրեցինք եւ դեր տեսախցիկների կողմից նույնպես Միքայել Սրբազանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով։ Լրիվ ուրիշ հոդված։ Ինչի մասին։ Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ապօրինի ձեռնարկած իրական գործունեությանը մասնակցելու։ Դատարը ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Այսինքն լեգիտիմ չի այս վճիռը։ Տեսեք, մենք հիմա միասին արձանագրեցինք, որ դատավորը վերդիկտով մեղավոր էր ճանաչել 422 հոդվածի համար, հիմա դատավճիռ կարդաց 442 հոդված կարդաց։ Ձեր տեսաձայնագործները որ դիտեք կտեսնեք, ուրիշ հոդվածի մասին խոսեց։ Գուցե հուզմունքն էր պատճառը դատավորի։ Հիմա գիտեք ինչ է, թույլ հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր եւ Միքայել Սրբազանը չի կատարել ոչ 442 հոդվածը, ոչ 422 հոդվածով կատարված նախատեսված արարք։ Միքայել Սրբազանը իշխանություն զավթելու կոչ չի կատարել։ Միքայել Սրբազանը սահմանադրական կարգը տապալելու կոչ չի կատարել։ Այնինչ վերագրում են Միքայել Սրբազանին, դա իր կարծիքն է եղել նախկին իրադարձության վերաբերյալ, որը պատմել է։ Դա չի կարող կոչ համարվել։ Դա ներկա կամ ապագա ձևով չի կատարվել։ Ինչպես բացատրենք, որ չկա այստեղ իրավախախտում։ Իսկ եթե սխալ հոդված է ձեր ասելով կարդացել, սա իրավական ուժ ունենում է նման դատավճիռը։ Տեսեք, հիմա չեմ ուզում առաջընկնել որոշ հուշումներ տալ դատավորին, հիմա տեսնենք։ Դատական Այո, ավելին ասեմ, մենք արդեն ստացել ենք Ուճրաբեկ դատարանի որոշումը, որով մեր բողոքը վարույթ չի ընդունել, ընդունելը մերժել է առաջի կալանքի հետ կապված եւ այդ մասով մենք նաեւ միջազգային ացան ենք դիմելու, եվրոպական դատան ենք դիմելու։ Այս դատավճիռը արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Դատավճիռը անպայման բողոքարկվելու է վերաքննիչ Ատյան, Միքայել Սրբազանը նույնպես սպասում էր այս դատավճռին, այսինքն ինքն էլ էր ակնկալում, ինքը հոգեպես պատրաստ էր, այո, ինքը ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել եւ իրականացվել։ Այսքանն է, ինքը հարցում է քննում։ Չէ, Գիտեք, թողնք դատավորը պատասխան է դարձել։ Իսկ ձեր պրակտիկայում շատ է լինում, երբ ասենք վճիռը կարդալուց ուրիշ հոդված են ասում, բայց թղթի վրա Իմ պրակտիկայում առաջի դեպքն է, որ արքեպիսկոպոսի նման անհիմն մեղադրանքով դատապարտում է։ Առաջի դեպքն է։